Ողջույն բարեկամներ, որքանով որ շատերը և լրիվ արդարացված պատճառներով իրենց համարում են հուսահատված և վիճակը անդառնալի վատ, ես նրանց կարող եմ հասկանալ, բայց ուզում եմ հասկանալ, որ դրանց այդ մեդալի հակառակ կողմն էլ կա։ Այն, որ մեզ համար անդառնալի կորած է և հուսահատեցնող, հակառակորդի համար, ավելի ճիշտ թշնամու համար այդքան էլ ապահովության զգացում չի տալիս, որովհետև մեր գնահատականները շատ ժամանակ էմոցիոնալ են և դրանք կարճատև գործողությունների արդյունքում են։ Այսինքն ո՞րն է այդ կարճատև գործողությունը։ Մի հիմարի մի խոսք, չգիտեմ, մի քաղաքական հայտարարություն, նման բաները շատ արագ մեր հյուծված նյարդային համակարգում բերում են այնպիսի հոգեվիճակ, որ մարդիկ սկսում են մտածել, որ այլևս էլ բան չկա, հարցի լուծում չկա, բայց ուզում եմ դուք վստահ լինեք, որ դա ընդամենը մեր նեղ տեսադաշտից է այդպես։ Ես հիմա ուզում եմ խոսեմ ավելի լայն իմաստով ու կոնկրետ փաստերով եւ այսպեսի մի նկար տեսա այսօր, որ բերեմ մեկ քիչ ներքև, որ տեսակ, որ ցեղասպան հրեշ, որը դաժանաբար սպանել է հայերին, հայ երեխաներին և 120,000 մարդկանց պարտադրել է լքել իրենց երկիրը։ Մի խոսքով, ես աշխատեցի գտնեմ Թայմում այսպիսի հոդված, բայց չգտա։ Գտա ինչ-որ Twitter-ում, սոցիալական տարբեր մեդիաներում այս նկարը տարածած մարդիկ, ընդ որում ոչ հայեր, բայց կոնկրետ այս հոդվածը ես չգտա։ Գտա, դա փոխադարձ մեկ այլ, որը նույնականացվում է Ալիևը Փաշինյան Նիկոլի հետ, որ սրանք նույն մեդալի տարբեր կողմերն են։ Հենց սրա մասին եմ ուզում խոսեմ։ Այն, որ մեր աչքում երևում է շատ վատ, որ այսօր մեր ազգը, մեր հասարակությունը դեգրադացված վիճակում է, դիմադրություն չկա, ամեն ինչ շատ վատ է, սա շատ նեղ տեսադաշտի, նեղ տեսանկյունով նայելու արդյունք է։ Մենք չմոռանանք ամենակարևոր բաները։ Սրանք քաղաքակրթական իրականություններն են, ընդամենը 100 տարվա տարբերությամբ։ Եվ 100 տարվա մեջ, ինչքան էլ ուզում է թուրքը, ադրբեջանցի և մնացած դրա նմանները, իրենք տարբեր ազգերի արյան և հարստությունների վրա փորձած լինեն կայանալ, դա հնարավոր չի, որովհետև կայացման հիմքում ամենակարևոր բաղադրիչը իրենք չունեն մշակութային հիմքը, մշակութային ժառանգությունը։ Սա խոսքը մշակութային ժառանգություն որ ասում, կարող շատ նեղ թվա մարդկանց, դա եկեղեցին չի միայն, դա ունեցած, չգիտեմ, գրքերին ու գրականությունը չի միայն, դա հավաքական մի պլատֆորմ է, որի վրա կառուցում են ազգերը, կառուցում են ազգերի ապագան, ազգերի ամենակարևորը ինքնաճանաչման հիմքերն են դրանք, առանց որի ոչ մի ազգ չի կարող երկարատև կյանք ունենալ։ Ինչ որ հիմա իրանք հասել են մեկ բանի շնորհիվ։ Դա եղել է հավաքական ատելությունը հայի նկատմամբ։ Եթե դուք նկատել եք եւ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են ոչ թե իրենց մշակութային ժառանգության հիման վրա, այսինքն անձը իդենտիֆիկացող ժառանգության վրա, այլ ատելությունը կոնկրետ թիրախավորված ազգերի վրա։ Դա կլինի հայերը, դա կլինեն հույները, դա կլինեն, չգիտեմ, ովքեր, դա կլինի մեծ սուլթանատի ստեղծում, այսինքն իրենց մոտ, քանի որ չկա բացակայում հիմքը, այս էներգիան ուղղվում է ատելության և ասենք սուլթանական, պանթուրքական պրոյեկտներ ստեղծելու համար։ Մարդկանց ինչ-որ մի բանով պետք է կերակրել։ Եվ տեսեք, կայացած ազգերը դրա խնդիրները չունեն։ Եթե նկատել եք, մեր մոլորակում երկու տես բան կա, բևեռ կա, որ նման կերակուրներով է կերակրում իրանց բութ հանրությանը, դա թուրքական հանրությունն է և ռուսական հանրությունն է։ Հիմա երևի կասեք, բայց ռուսները ունեն մշակութային ժառանգություն, ռուսները կարող են հենվել դրան, այո, կարող են հենվել, բայց գիտեք, իրանք վաղուց են դրանից հրաժարվել, որովհետև հիմնվել մշակութային ժառանգության վրա, դա նշանակում է նաև հետևել որոշակի մշակութային կարգուկանոնի, որոշակի զարգացման տրամաբանության։ Ռուսները երբեք դրա վրա չեն հենվել, այն պահին, երբ որ իրենց մոտ կայացավ ընտրություն, թե ինչը
ընդօրինակել որպես կառավարման մեխանիզմ, ասեցին սա ավելի հեշտ է, հա, մողոլ թաթարականը, զավթողականը, կոտորելը, թշնամի գտնելը, դրա նկատմամբ ատելություն սերմանելու դրանով կառավարել հանձնությունը ավելի հեշտ է եւ ավելի էֆեկտիվ, մեր ինչին է պետք գնանք եվրոպական տարբերակով։ Չնայած ընդամենը 1000 տարի առաջ, երբ որ հարց էր ծագում ինչ կրոն ընդունել, հա, այն ժամանակ դեպքերն ռուսներ, իրանք որոշեցին, որ քաղաքակրթական այս մոդելը, քրիստոնեական մոդելը, հա, իր մեջ հեռանկար ունի, այսինքն ճանապարհը դեպի Եվրոպա։ Ընդամենը տևեց դա մի 600 տարի։ 500-600 տարի, այսինքն 600 տարի չէ, 300 տարի մողոլների արշավանքից հետո, որ մողոլների գրավելուց հետո հասկացան, որ այս մեխանիզմը իրենց համար դեռ չէր կայացել, վերացավ։ Դեռ չէր հասունացել այս տրամաբանությունը, որ այո, եվրոպական ընտանիքի մոդելի մեջ է ճիշտ բանը զարգանալու մեխանիզմը վերացավ։ Վերցեցին մողոլ թաթարականը, համար եմ ասում, ունենք երկու նման, Փարսի նման հենց մեր հարևանների շրջանակում երկու մոդել կառավարման եւ հարևանների հետ հարաբերման մոդել։ Դա մողոլ թաթարական եւ թուրքական, որի երկուսի, որն էլ մենք ուզում ենք վերցնենք, երկուսն էլ աշխատում են ի վնաս մեզ։ Հիմա ինչպես է սրանց պետք դիմակայել։ Միայն եւ միայն քաղաքակրթական հիմքերի վրա հիմնվելով։ Այստեղ է որ Նիկոլ Փաշինյանը տակա տալիս։ Նա ամբողջ քաղաքականությունը ուղղված մեր հանրապետությունը թուրքացնելու, հայ-թուրքական բարեկամության ինչ որ fake, հա, լոզունգներով, բոլոր տեսակի լոզունգները տապալվեցին ուղղակի երկու այս վերջին ընտրությունների ժամանակ։ Եվ Փարաքարում, եւ Գյումրիում, եւ այս չկայացած եւ ձախողակ երևույթը իր անհանգստություններն ունի, ի տարբերություն մեզ, որ մենք մեր նեղ թունելային տեսանկյունից նայում ենք, ասում ենք ծառերը կտրեցին, այստեղ տրանսպորտը թանկացավ, սա իհարկե սա ամեն ինչը սոսկալի է մեզ համար, բայց մի մոռացեք, որ նրանք իրենց խնդիրներն ունեն, իրենց խնդիրները շատ ավելի բարդ իրականացնելի է, քան այն, որ մենք կորուստ ենք տալիս։ Այո, մենք գործ ունենք հիմա թշնամու հետ, թշնամի, որը զավթել է մեր երկիրը, թշնամի, որը մեզ ամեն ձևով գցում է ապաթիայի մեջ, եւ իր միակ նպատակը գիտեք որն է, որ մենք հաղթվենք, հանձնվենք։ Այստեղ եկել եմ ասեմ, չի լինելու։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ մենք էմոցիոնալ ռեակցիա տվող ժողովրդից պետք է վերածվենք սառնասիրտ, համբերատար եւ գործ անող ժողովրդի եւ կայանանք դրանով որպես ազգ ու ստեղծենք մեր պետականությունը։ Թե ինչու՞մն է բանը։ Պետք է շատ լավ հասկանալ, որ այն ինչ որ մեզ իմանում են, դա ադվում է, բոլոր տեսակի այս խնդիրները որ կան, ադվում է մեզ ուղղակի համբերություն ցանելու, հավասարակշռությունից գցելու, իրար նկատմամբ ատելության զգացումը խորացնելու համար, որ կարողանան հաջողացնել այն, ինչ որ իրենք չեն կարողանում հաջողացնել ոչ մի ձևի։ Դա Հայաստանի թուրքացումն է։ Հայաստանի թուրքացմանը դեմ քվեարկեց Գյումրին, Հայաստանի թուրքացմանը դեմ քվեարկեց Փարաքարը, եւ ես վստահ եմ, այս քվեարկությունը եթե լիներ ամբողջ Հայաստանով մեկ, ավելի մենք վատ արդյունք էինք ունենալու ԿՊ-ի համար։ Ու իրանք դա շատ լավ գիտեն։ Ու ինչի են նկատել եք, ինչ գործողություններ են հիմա իրանք անցել։ Հիմա գնանք հերթով։ Հա։ Նախ ես ուզում եմ հիշեցնեմ Ալիևի խոսքերը, որ 44 օրյայի ժամանակ բարդ է եղել ուժով վերցնել Աղնամը, Լաչինը, Քերբաջարը, վերցել են քաղաքական ճանապարհով։ Սա այն ճշմարտությունն է, որը 44 օրյայի ժամանակ նույնիսկ զինված չլինելով, կռվելով իսրայելական զենքի դեմ, թուրքական զենքի դեմ, ռուսական զենքի դեմ, ադրբեջանական զենքի դեմ, շրջապատված լինելով հայկական դավաճաններով, սա խոստովանում է Ադրբեջանի նախագահը։ Այսինքն սա իրականություն է, որը չի կարելի ժխտել եւ մոռանալ կամ թերագնահատել։ Սա ոչ միայն մեղադրանք է Փաշինյան Նիկոլի նկատմամբ, որը ինչ է նշանակում քաղաքական մենք կարողացանք վերցնել, այսինքն Փաշինյան Նիկոլը տվեց։ Ու միջև հիմա տալիս է։ Սա վերցնում ենք որպես կայացած փաստ եւ ամենակարևորը չենք մոռանում, որ եթե չտար Փաշինյան Նիկոլը,
Չնայած այդ հսկայական ուժին կա ուժ, որ միշտ դիմագրավելու է, դա անհաղթահարելի հայի ուժն է, հայի կամքն է, հայի դիմադրականությունը թուրքացման դեմ։ Դա այսօր չի ստեղծվել։ Եթե մենք շուտ տանք պատմությունը եւ հետ գնանք միասնից հետ նայենք, հասկանանք, որ դեռ արաբների արշավանքից 7-րդ դար արաբների արշավանքից այդ դիմադրականությունը եղել է։ Դրանից առաջ գնանք պարսիկների արշավանքից, այդ դիմադրականությունը եղել է, հռոմեացիների արշավանքից, բյուզանդացիների արշավանքից, ասորիների արշավանքից, այդ դիմադրականությունը եղել է եւ կա, ու լինելու է, ու դա մասին եք շատ լավ գիտեն։ Շատ լավ գիտեն, բայց դա մասին մոռանում ենք մենք, ու հենց դա է բերում մեզ երբեմն արդարացի անկճախտի։ Բայց դա իրավունքը մենք չունենք։ Հիմա, եթե դուք նկատել եք, իրենք անցել են իրենց ոնց ասեմ, գործիքակազմի կիրառմանը։ Ինչն է, երբ իրանք սկսում են ազդել մեր նյարդերի վրա եւ մեր ասենք երկու արցախցիների եւ ցենց ասեմ Հայաստանաբնակների մեջ կրկցելով կրթվելը նորաձև է մոդան անցողիկ։ Սա ասում է մի մարդ, ասում է մի զույգ, հա, որը որոշել է, որ նորաձևն ու մոդան տարբեր բաներ են։ Ընդհանրում ասեմ, երկուսն էլ ժամանակին վերագրող են եղել։ Ու այս որակով իրանք փորձում են հավաքեն այն մասան, որը ոչ մի բան, որը կներեք, սենց ասեմ, ոչ մի սխալ չի տեսնի ստեղ եւ կասի, հա, ունեփաստ մոդայիկը նորաձևը չէր։ Լավ, հասկացան։ Եվ իրանք հույս ունեն այդտեղ աջակից գտնեն։ Ենթադրում եմ, որ ասենք 8-ից 10% այդ որակի, այդ մակարդակի, այդ կրթության, այդ հասկացողության, այդ բարոյական սանդղակի մարդ գտնեն, որտեղ դրանից ավել չկա։ Չկա ուղղակի։ Իրանց բախտը չի բերել։ Իրանք ասենք թուրքական հասարակության մեջ կունենային ավելի շատ աջակիցներ։ Ռուսական հանրության մեջ թուրքներն լավ ռուսները, իրանք ավելի շատ աջակիցներ կունենային, հայ պարագայում ոչ։ Ոչ եւ ոչ։ Եվ պատմությունը մշտական դա է ցույց տվել։ Հիմա հասկանանք ինչու են սրանք անցել անընդունելի միջոցների։ Եվ այսպես Ոման Արսեն Արշակյան գրում է բարի լույս հայ ու ՀՀ Հայաստան երևելի օրը սկսենք շատ լավ լուրով ասում շատ լավ լուր կա ըստ Մետաքսիկի Ղարաբաղցիկի 30%-ը լքել է Հայաստանը Աստված տա երբեք չվերադառնաք ու շարունակական լինի այս Արսեն Արշակյանը փաստորեն շատ լավ լուր է ստացել, որ արցախցիների 30%-ը լքել է եւ երազում է, որ դրանք երբևէ չվերադառնան։ Ես ասեմ, որ արցախցիների չվերադառնալու մասին երազում են եւ թուրքերը եւ ադրբեջանցիները եւ Արսեն Արշակյանները։ Ինչի համար հենց հիմա արվում։ Եթե նկատել եք, որ այս վերջերս արցախցիները իրենց հենց սոցիալական ծրագրերը կշատելու պատճառով բավականին ակտիվացել են եւ այս համատարած ատելությունը, որ այս կարգի կենթանիներով սերմանում է ժողովրդի մեջ, դա նույնպես է ծրագրի մի մասն է, որովհետեւ երբ որ ազգի մեջ թշնամություն չկա մեկը մեկի նկատմամբ, հա, իրենց համար շատ դժվար է։ Հիմա ես Արսեն Արշակյանին ուզում եմ մեկնել բաներ գրել, օգնական ստատուս էր գրել, ասելով զզվերի ղապանցիներ ռադեղեք Հայաստանից։ Ուզում հասկանաք, որ այն որ ես ասում եմ 8-ից 10%, այ սրանցի նկատումների։ Որ Արցախի եւ Ղարաբաղի տարբերությունը, Ղափանի տարբերությունը չի հասկացել ինքը։ Չգիտի ուղղակի։ Հասկանում եք, ու արդ բանը Փաշինյան Նիկոլ ընտրությունների է գնում։ Այս էլեկտորատով հասկացեք, այն ինչ որ մեզ հիմա հունից հանում է, դա շատ քիչ մեթոդ է, շատ փոքր միջոց է Նիկոլ Փաշինյանը ընտրվելու 26 թվականին։ Այս ամեն ինչը արվում է 26 թվականի համար։ Իդեպ 26 թվականի համար ես այսօրվանից խորհուրդ եմ տալի եւ կոչ եմ անում հայկական քաղաքական դաշտին կամ այն ինչ որ մնացել է հայկական քաղաքական դաշտից կամ դեռ որ նոր պետքա լինի։ Դուք այսօրվանից պետքա պատրաստվեք 26 թվականի ընտրություններին։ Այսօրվանից ես կասեի երեկվանից պետքա պատրաստված լինեիք արդեն։ Ինչի՞։ Որովհետև 26 թվականը, հա,
պիտի լինի Նիկոլ Փաշինյանի վերջը, բայց ոչ այն մոդելով, ինչ որ եղավ, ասենք, Գյումրիում։ Հա, որ նիկոլականներն ասում են փաստորեն Գյումրին հեսա դառնալա նույնից լենինական։ Չէ, լենինական չի դառնա Գյումրին։ Գյումրին եղել է Գյումրի մնալու է։ Կարևորը ինքը չդարձավ Ստամբուլ, ավելի ճիշտ Իստանբուլ։ Հա, որպեսզի 26 թվականին Հայաստանը չվերածվի Արմենիայի եւ մնա Հայաստան, ոչ էլ վերածվի վիլայեթի, այսօրից քաղաքական ուժերը պետքա սկսեն լուրջ աշխատել։ Ես խոսք եմ տալի իմ բոլոր ռեսուրսներով աջակցել ցանկացած քաղաքական ուժի, որը ինքը դրոշ կբարձրացնի ապստամբության այս իշխանությունների դեմ։ Իսկ եթե սկսեն շարունակվել այս նույն խոսքերը, նույն խոսակցությունները, որ գաղութում ընտրություն չկա, չի լինելու, հա, եւ հենց դրա համար պետքա նստել ու նայել, թե Արմենիա ենք դառնում կամ թուրքական վիլայեթ, դա էլ ընտրություն է։ Ես ոչ չեմ կարող ասեմ ինչի եք նման վիճակում։ Ես ուղղակի այս ժամանակ կրկին կարձանագրեմ, որ նման խոսակցությունները անընդհատ բերում են Հայաստանը Արմենիայի եւ թուրքական վիլայեթի մեջ թողնելու հանգամանքին։ Նույնիսկ եմ ասում, ցանկացած քաղաքական մոտեցում իրավունք ունի կյանք ունենալու, գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ես արձանագրում եմ իմ տեսակետը, որ նման մոտեցումները Հայաստանին ուղղակի մատուցում են կամ Արմենիա կամ թուրքական վիլայեթ լինելու տարբերակը, որտեղ իրենք որոշել են, որ ցես լավ կամ չեն մասնակցում, որովհետև գաղութում ասենք ընտրություններ չի լինում, որն է տարբերակը։ Եվ այսպես, այն քաղաքական ուժերը, որոնք կորոշեն, որ Արմենիայի եւ թուրքացման մեջ ընտրություն կա, ես իմ ռեսուրսներով կաջակցեմ այդ ուժին։ Հայտ ներկայացնել 26 թվականը դա սադերի հետևում չի, հենց հիմա է։ Հենց հիմա դեմներս կանգնած է, հա, իսկ մինչև 26 թվականը այս ամեն ինչը հասկանալով Փաշինյան Նիկոլը ինքը պարապ նստած չի։ Պարապ նստած չի եւ կրակոցները այս ակտիվությունը որ սահմանին կա, հենց դրա արդյունքն է։ Հիշում եք ես Գյումրի ընտրություններից հետո բարձ ասեցի, որ Ալիևը ի տարբերություն Փլուշի հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ապագա չունի Հայաստանում։ Բա Հայաստանի ճակատագիրը ո՞նց է լուծվելու, եթե ոչ քաղաքական ճանապարհով։ Դա մնում է պատերազմը։ Մնում է պատերազմը։ Եվ ինձնից նեղացան ասում են, ինչ եք տենց մարդկանց խոճապի մեջ դնում, ընդ բա Սյունիքում ապրող մարդ կա, բա որ հանկարծ անհանգստանան։ Կներեք, որ ձեր տրամադրությունը կսեցի։ Ես ուղղակի ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը ձայն չունի եւ արձանագրում եմ, որ եթե Ալիևը որոշել է Հայաստանի հարցը լուծի, իրեն մնացել է պատերազմի տարբերակը, որովհետեւ իրանց երազած տարբերակը սահմանադրություն փոխել, պահանջատիրությունից հրաժարվել, սահմաններ փոխել եւ այլն, ըստ իրանց պատկերացած օրենքների շրջանակներում չի լինելու եւ Գյումրու ընտրությունները այդ ամեն ինչի ցույց տվեց։ Ով հասկացավ, բայց վստահ եղեք, Ալիևը շատ է հասկացել, որովհետեւ Ալիևը քաղաքական գործիչ է, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի։ Եվ դրա համար էլ կրակոցները չեն լռում եւ իրենք աշխատել են ամեն ինչ անեն, վախեցնելով, պարտադրելով, շանտաժով, գուցե ուղիղ պատերազմով վերցնեն այն, ինչին իրենք ձգտել են միշտ։ Այսինքն այնքան վերցնեն, որ Հայաստանը գոյություն չունենա։ Չնայած այս կարգավիճակով էլ Հայաստանի գոյությունը արդեն կասկածելի վիճակում է, հա։ Եվ այդ ժամանակ իհարկե իրանք պետք է գտնեն աջակիցներ, ովքեր են այդ աջակիցները, ինչ եք կարծում։ Շուշտ։ Ես հաջատեղյակ եմ, որ օրինակ երբ որ սահմանային դիրքեր մենակ մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում, եւ այս կողմից եւ մյուս կողմից։ Անասուն 37 տարեկան, ունի կասկածելի արտաքին եւ կասկածելի ներքին աշխարհ։ Հասկացեք, ուսած նմանները քիչ չեն։ Եվ ինչ պետք է անեն իրենք, օգտագործում են այս կարգի, այո, ճիշտ ասում, կենթանիների, որպեսզի լեգիտիմացնեն իրենց հանցագործությունը։ Դրանց մեջ են մտնում նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարարը, որ ասում են օդ են կրակում, Հայաստանի վրա ոչ մեկ չի կրակում։
Հա եւ այսօր արդեն իրենք սկսել են ականաձերծման աշխատանքներ, որի մասին ասում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ապրիլի 8-ի 10 ընկած ժամանակատվություն Տավուշում իրականացվելու են սահմանազատման եւ սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակներում ականաձերծված ականների պայթեցման աշխատանքներ։ Բնակչները խնդրում ենք ընդունել իգիտություն։ Տեսեք ինչ է ստացվում ժողովուրդը։ Մենք մնացել ենք մենակ։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է իր դավաճանության մասին։ Այսինքն մեզ վեր հիշացնում է, որ ինքը դավաճանել է։ Հիմա էլ ասում է, այն որ հականները հավաքել էին, մեր զինվորներին իմջելով այդ սապերների ականաձերծումով սակրավորներին 2 հոգի պայթեց, չէ՞, հիշում եք երևի 1 տարի առաջ։ Հիշեցնում է իր դավաճանության մասին, ասում է հիմա այդ հանած արկելը պետք է պայթացնենք, որտեղ մենք դա սահմանազատում, սահմանագծում ենք իրականացնում։ Հակառակ Հայաստանի սահմանադրության, հակառակ գոյություն ունեցող իրական սահմանների, որի մասին առայժմ դատախազությունը առ այսօր թե որտեղ Հայաստանի սահմանը եզրակացություն չի տվել։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը չի պարզաբանել ոնց է հնարավոր այնտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունենալ Հայաստանի Հանրապետության կողմից տրված սեփականության վկայական։ Դա Արցախը չի։ Սա Տավուշն է։ Հա։ Ամեն դեպքում հիմա ինչ է ստացվում ժողովուրդը։ Մենք ունենք ամենակարևորը բանակ, այն ինչ որ կա, մենք ունենք զինվորներ երեխեք, հա, միջին սպայակազմ, վստահ եմ լավը եւ ցածր սպայակազմ, բայց այն ինչ որ ղեկավարում է այս ամեն ինչը, դրանք բոլորը վարձակալված ասեմ, վերբով կարված ասեմ, էական չի, բոլորը ծառայում են ռուս-թուրքական ծրագրերի, ու այս ամեն ինչը արվում է իրանց սիրուն գծած ծրագրով, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մնացել է առանց սեփական բանակի, պատկերացնում եք, պետություն պատկերացեք առանց բանակի, բանակ կա ինքը, բայց դա ղեկավարվում է դավաճանների կողմով, եւ այս դավաճանների կույտը հայտարարում է մեզ սրա մասին, բայց ոնց ուզում լինի, իրանք հասկանում են, հիմա իրանք կարող են այդ դավաճաններով սահմանազատում անել, չպատասխանել կրակոցներին, նույնիսկ կարող են դիրքեր զիջել, թողեն ադրբեջանցին գա հասնի ուզում է, բայց ամենակարևորը իրանք չեն կարող իրականացնել, դա սահմանադրական փոփոխություններն է, որով դե յուրե կարան ինչ-որ մի բան ամրագրեն, սա ուզում եմ որ վստահ հասկանան բոլորը, ովքեր այս ամեն ինչից ընկնում են խորը դեպրեսիայի մեջ։ Մի մոռացեք սրա մասին, իրանք կարող են հանցագործություն կատարել, բայց այդ հանցագործությունը չեն կարող լեգիտիմացնել, որտեղ չունեն ամենակարևորը վստահության ռեսուրսը, ինչի վրա իրանք 20 թվականին իրականացրեցին մեծ ցեղասպանություն հայի նկատմամբ, հանձնելով Արցախը, սպանելով հազարավոր զինվորներ, դա հնարավոր չէ լինի, եթե դա թիկունքում իրանք չունենային այդ կեղծ լեգիտիմությունը, այսօր դա չունեն իրենք, մտածում են հայ ժողովուրդը անուղեղ հոտ է, ինչ ուզում է սարա, ինքը ենթարկվելու է ու կողմա քվարկելու քայլառածներին, որտեղ իրանք ոստիկանի մահակ ունեն, հեսա դա մասին են խոսալու, բայց այս երկու ընտրությունները ցույց տվեցին, որ այնքան էլ այդպես չի, ու իրանք հասկացան, որ կորցրել են ամենակարևորը, իրենց ոտիտակի իրական հենարանը, որքան էլ ուզում է իրենց ոստիկանը, իր մահակը, իրանց ձեռը լինի, որ համարում է իրան ողնաշատ, հələ մենք խոսալու ենք դրա մասին, բայց չունեն ժողովուրդ, եւ ավելին ասեմ, չունեն նաեւ միջազգային աջակցություն այս ամեն ինչի համար, ուզում եմ լսենք այս ելույթը, կա։ Назад я встречал беженцев из Арцаха в Армении. У меня год назад я встречал беженцев из Арцаха в Армении. Հայտնեմ մեր սպեքայերի համար, ասում եմ 1 տարի առաջ ես հանդիպեցի փախստականներին Արցախից Հայաստանում։ У меня до сих пор в памяти их трогательные свидетельства: блокада и недоедание, убийства, бомбардировки граждан. Եվ ասում եմ տեղեկացան փաստերին, որոնք իրականացվել է բլոկադան, շրջափակումը, ծովը, սպանությունները, պատերազմ, осквернение церквей и кладбищ. Պրծում գերեզմանների Как եկեղեցիների։ можно не осуждать эту этническую чистку? Ինչպես կարելի է չդատապարտել այս Но этого զտումները, недостаточно. բայց դա բավական չի։ Крайне важно, чтобы европейские канцлерства применили жесткие санкции против этой диктатуры Азербайджана. Շատ կարևոր է, որ եվրոպական կառույցները
Իսկ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի которая նկատմամբ։ заталкивает в молчание журналистов и удерживает политических заключенных из Арцаха. Եվ ասում որը իր բանում երկրում մամուլի բերանն է փակե եւ պահում է իր մոտ Արցախից քաղաքական Мы բանտարկյալներ։ осуждаем лицемерие председателя комиссии, которая радовалась своему энергетическому соглашению с тем, Մենք ասում դատապարտում ենք այն մարդկանց, ովքեր ուրախացած էին Ադրբեջանի հետ էլեկտրաբանը համաձայնություն կնքելու համար։ Դա էներգակիրների համաձայնությունն էր։ кого она называла надежным партнером, Դա Ուրսուլա ֆոն դեր Լայնը, ով կոչում էր հուսալի партнер Ադրբեջանի։ далеко от того, чтобы освободиться от зависимости от российского газа, он продолжает импортироваться в Европу через эту страну. Ասում է, այն որ երազում են ռուսական գազից ազատվեն, դա Ադրբեջանով է բանում ներմուծում։ Мы должны бойкотировать КС-29, который проходит в Азербайджане, пока эти беженцы не получат гарантии безопасного возвращения на свои земли и пока защита их культурных ценностей не будет обеспечена. Жизнь Խոսքով, այս ամբողջ ելույթները ես ընդհանրապես մի ֆրագմենտ ցույց տվեցի, որ ընդհանրապես 2-3 ամսվա է։ Եվ այս վերջերս երևի հաղորդում չկա, որ ես Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Եվրոմիության պատգամավորներից, սա Ֆրանսիայի պատգամավորն է, Կանադայից, որ պարբերաբար ցույց տան, որ Եվրոպան համարում է Արցախի խնդիրը չփակված ու դա համարում է իր խնդիրը, ոչ թե արդեն Հայաստանի։ Հիմա ինչ կա, ես սա ոչ թե հույս տալու համար, լավատեսություն արտնասնելու համար եմ ասում, ուզում եմ օգնեմ, որ չգնանք այդքան խորը դեպրեսիայի մեջ։ Այո, դժվար, այո, վատ է, բայց մենք այդտեղ անելիք ունենք։ Անելիքը դեպրեսիայի մեջ ընկնելը չի։ Անելիքը այս կարգի բաներին, որ մենք տեսնում ենք, հա, ասենք։ Այս կարգի, հա։ Հաջատեղյակ եմ, որ օրինակ Չոսնանք Հայաստանի միջավայրում։ Սրանք Հայաստանում են չի ապրում։ Սրանք Հայաստանում են ապրում, սրանք Հայաստանում են ապրում։ Ուր է սրեն բանը։ Սա։ Սրանք Հայաստանում են ապրում։ Սրանք պետք է տեղ չունենան Հայաստանում։ Այս է մեր անելիքը։ Հենց մենք սա անենք, մնացած կառույցները իրար գործը կանեն։ Այսինքն ես առաջարկում եմ այս նեղացվածության, ընկճվածության էներգիան վերափոխել կառուցողական էներգիայի եւ կառուցել սրանց, հա։ Ու այն բառը չեմ ուզում ասեմ։ Սա պետքա փոխվի, հասկանալով համար, եթե մենք մեր հասանելիքը անենք, մեր ընկճվածության էներգիան վերափոխենք իրավիճակը ուղղելու, այսինքն սրանց նմանները փողոցով չկարողանան հանգիստ քայլել։ Ես ելի եմ կրկնում, ելի եմ պնդում, որ հասարակական պարսավանքը լավագույն այսօր զենքն է, որ մենք կարող ենք օգտագործել։ Այսինքն այս երկու ոչնչությունները այս գիշեր պետք է չքնեին առավոտ վախից չարթնանալով, թե ինչ է կատարվելու իմ հետ, ինչ է կատարվելու իմ հետ, եթե ես փողոց դուրս գա։ Որտեղ սրանք ինչ են անում, ինչ են ուզում, ինչ են ասում, որ մեր արցախցի բարեկամները, դրանք մեր թշնամիներն են։ Այսինքն այն ինչ որ Ադրբեջանն է ասում։ Ասենք Արցախցին իհարկե Ադրբեջանի կոկորտին ոսկորել մեծագույն կանած, որի ճակատագիրը կարողացան որոշել, հարցերը լուծել Փաշինյան Նիկոլի ուսանման տականքների ձեռքով, որովհետև եթե Փաշինյան Նիկոլես ամեն ինչի գլխին կանգնած չներ, ում շուններ Արայիկը եւ Արայիկին չեք հիշում, ով տարավ նստածրեց Ալեն Սիմոնյանը քնում էր Արցախում, որ Արայիկին նշանակեն այնտեղ վարչապետ նախագահ։ Ոչ եք մոռացել։ Արցախցու ճակատագիրը որոշվել է հենց Երևանից, օգտագործելով նույն ցանցը, նույն 5-րդ Շարասյան դավաճանական ցանցը, ինչ որ օգտագործում էր Սերժ Սարգսյանը, դա հենց առաջ օգտագործել է Ռոբերտ Քոչյանը, իսկ դրա հիմնադիրն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տարբեր մոդելներով, ցանցը իրանն էր հիմնադիրը, իհարկե այդ ընթացքում աճեցին նորերը, ցանցը կատարելագործվեց, բայց այս ամեն ինչը մի օրվա մեջ չի եղել, ստեղծվել է, զարգացվել է, բերվել է 35 տարի այսօրվա ծրագիր իրականացնելու համար։ Եվ դա գցել այդ ամեն ինչի մեղքը Արցախցու վրա, դրա համար պետք է լինի կատարյալ ստահակ, ասենք նույնիսկ շարքային ստահակ լինելը բավարար չի։ Կատարյալ, ասենք բարձրագույն աստիճանի, բարձր պրոբի, հա, այս կարգի ստահակ պետք է լինես։ Ուրիշ բառ չեմ ասում։ Հիմա
ես այս ելույթները պարբերաբար զեկույցները հիշում եք չէ զեկույցներն եմ հրապարակում ցույց եմ տալիս մեկ բանի համար որ ցույց տակ ինչի մեջ է Փաշինյան Նիկոլը փոխանակ ինքը գնի դեպրեսիայի մեջ ու ինքը դեպրեսիայի մեջ է մենք ենք ընկնում դեպրեսիայի մեջ այս կարգի մանր բաներով այո սրանք վատ է այո այս ամեն ինչը բան է մարդուն հիասթափեցնող է բայց չմոռանանք որ այդ մեդալը ուրիշ կողմ ունի իրանք ամենամեծ խնդիրը չեն կարողանում լուծել որի մնացել է 1 տարի վերարտադրվելու խնդիրը դրա համար եմ ասում քաղաքական այրեր Հայաստանը մի թողեք Արմենիայի եւ թուրքական վիլայեթի ընտրության մեջ ինչպես թողեցին Գյումրի ընտրություններում հետո էլ մունատ կանք ժողովրդին որ ինքը Կալինկան ընտրեց հա նամազի փոխարեն Կալինկան ընտրեց տվեք ժողովրդին ընտրություն հետո անեք իր այդ մունատ կանք եթե դա կարիքը կլինի 1 տարի մնացել ես կասեի ուշա նույնիսկ արդեն բայց կամքի եւ ցանկության դեպքում ահագին բան կարելի անել իսկ առաջի քայլը պետք է լինի այս ապրիլի 24-ի իր այս այցելությունը արգելել եթե քաղաքական բան ուժեր կան որ իրանք ռեսուրսներ չունեն արգելելու ընդամենը կարող են քաղաքական հայտարարություններով դուրս գալ որ կոչ են անում ճիվաղին չարժե զրկել իր ներկայությամբ չպղծել ցեղասպանության հուշահամալիրը չէ որ դու մերժում ես ցեղասպանությունը դու պիրծդ ինչ գործ ունես ընդդեմ ուղղակի կոչ անել որ իր ներկայությամբ Փաշինյան Նիկոլը չպղծի ցեղասպանության հուշարձան հասարակ կա հասարակ հայտարարություն հնարավոր է անել կարծում եմ հնարավոր է իսկ մեկը տեսա այդ հայտարարությանը մարդիկ միացան մեկը տեսակ մի 20-30 հոգով կարող է կսակ նույնիսկ պլակատներով կաննել պետք չի ճանապարհ փակել ոչ մի պետք ուղղակի պիղծ մի պղծի քո ներկայությամբ ցեղասպանության հուշարձանը այս կամ բան ոչ անուն ոչ ազգանուն նույնիսկ կարող եք բան առանց որևէ բան գրելու ամեն ինչ պարզ է չէ ասում են ինչ գտնենք որ ամեն ինչ արդեն պարզ է ամեն ինչ սկսում է այս կարգի փոքր քայլերից դրանից հետո կա մայիսի 28 դա է միջև մայիսի 28-ը կա մայիսի 8-9 ասում եք այնքան անելիք կա ժողովուրդ հասարակ ժողովուրդը քայլերի է սպասում քայլերի ոչ թե ասենք չէ ապիջա մենք ընտրությունների չենք մասնակցում որտեվ լավ մի մասնակցեք բայց իմացեք ժողովուրդը քայլերի է սպասում ժողովրդին հենվելու տեղ է պետք մեկը իր ձայնը հնարավորություն տվեք այդ ձայնը օգտագործի ճիշտ նպատակի համար դրանք առաջ Գանք Փաշինյան Նիկոլի ողնաշարին Մենք խնդիրը մենք ազնվություն, մենք այդ անձնակազմն ունենք, մենք շարժակազմն ունենք, ամեն ինչ ունենք, որ այս իրավիճակը անել, հա, մենք ամեն ինչ ունենք, բայց մենք ապրում ենք ժողովրդավարը, պետությունը մենք մաքսիմալ փորձում ենք բանդոկողականություն։ Ասեց ու արեց։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, հա, ամեն ինչ պետքա լուծվի հենց այդ սկզբունքներով։ Ասեց ու արեց տղան։ Հիմա մենք անցնենք առաջ։ Մարդիկ ասում են ախպեր փող չունենք։ Դուք մեր տրանսպորտին չեք թանկացրել։ Դեռ չեն կարող ապրենք։ Կապ չունի, քանի որ ինքը իրան համարում է Նիկոլի Ողնաշարը, հա, իսկ Նիկոլն ասել է գնա ջարդի, ինչ կապ ունի, ես ինչ եմ որոշել։ Եթե որոշել եմ իրանք 1000 դրամ պետք է վճարեն, տրանսպորտը պետք է 1000 վճարեն։ Վաղը կորոշեմ 5000, պետք է 5000 վճարեն։ Չեն կարող ապրել, թե սովից մահանան։ Վերջ, իսկ քո գործը այդ համազգեստի մեջ, հա, գնալ դա իրականացնելն է։ Այդպես են մտնում, ես ուզում ցույց տամ ուստեղ ասելիք կա արդեն։ Առաջի հարգելի ոստիկանա, ես քեզ որ հարասեմ ցավ լրատվամիջոցները
Պատկերացնում եք, ոստիկանը արա լինելուց է վիրավորվում։ Ես այս ոստիկանին sense այդ հաղթանդամ ու խլոտ այս դեմքով ոստիկանը ուզում նայեք ուրացա դեմքը։ Այս նրանց էլ ուզում հարցը տղեկ։ Ձեզ ու թուրք են ասում։ Դա ո՞նց է ձեր համար։ Արա արնա։ Արարիշն է։ Ձեզ թուրքին են ասում տղեկ։ Ասեմ ավելին ձեզ ավելի վատ բան են ասում։ Ձեզ ասում են Նիկոլը ձեզ ասում է դուք իմ ողնաշարն եք։ Պատկերացնում եք անողնաշար բան Նիկոլը ասում է դուք իր ողնաշարն եք։ Ասկեն դուք աստեն գոյություն չունեք։ Եթե ինքը անողնաշարն է ու դուք էլ իր ողնաշարն եք, նշանակում է դուք չկաք։ Հիմա ձեզ տենց են ասում, դե վարչապետն է ասում, դա իմ հորինածը չի, դուք իր ողնաշարն եք։ Չասեք մենք պետության ողնաշարն ենք։ Որովհետև պետության ողնաշարը դա սահմանադրությունն է, օրենքներն են։ Դուք դեռ կապ չունեք։ Նիկոլը որ ասում է պետության ողնաշարը, այդ ինքն է։ Այդ ինքն իրան նկատի ունի, ասկը։ Ձեզ ասում է, իմ իշխանությունը պահողն եք, ձեզ բաշխեվավճար տալիս, լավ ջարդելու համար, բնակարան, փող, ինչ որ պետք է։ Դուք իր ողնաշարն եք։ Դրանից ավելի վատ վիրավորանք կարող լինի։ Դուք արայի վրա եք նեղվում։ Ցանկացած ոստիկան, որ առավոտ արսանում է, այդ գնում է, չգիտեմ, սափրվելու կամ հայլու մեջ նայում է եւ լվացվում է, հա։ Պետք է ամեն անգամ իրան հայլու մեջ տնալուց հիշի, որ ինքը Նիկոլի ողնաշարն է։ Դուք ո՞նց եք ապրում այդ մտքի հետ։ Դուք ո՞նց եք ապրում այդ մտքի հետ, որ դուք Նիկոլի ողնաշարն եք, որը ժողովրդի ընկալման մեջ 7400 հարցվածների մեջ ընդամենը 9%-ի համար եք դուք մարդ, որը ծառայում է օրենքին, ասկե դուք լեգիտիմ եք 9%-ի համար։ Մեզ հարց եմ տալի, բայց մտքով դուք ո՞նց եք ապրում։ Ցանկացած համազգեստավոր, ցանկացած ինքը պետք է առավոտ նայի հիշի։ Իրան ատում է ժողովրդի 90%-ը, համարում է թշնամի, այդ 9%-ն էլ էս քայլարասներն են ու դրանց կարմուշկից օգտվող, պլյուս թուրքերը։ Հիմա դուք իմացեք, նախ դուք չեք կարող արար լինեք նույնիսկ։ Դուք Նիկոլ Փաշինյանի ողնաշարն եք։ Դուք ծառայում եք թուրքական ցեղասպանական ծրագրերի։ Դուք ո՞ս կարող եք արար լինել։ Դա ձեզ չի վիրավորում, բա։ Դուք երեխա, կին, հարևան, բարեկամ բան չունեք, ձեզ ասի, տղա ջան, համազգեստը հանի։ Հələ հանի այդ համազգեստը, տենանք տակը մարդ կա, թե չկա։ Հիմա ձեզանից քանի հոգին, ասես պատկերացնում է, անկեղծ նստի իր հետ խոսի, հայլու մեջ։ Ասի, եթե վաղ ես, ուդոն ու համազգեստս ձեռիցս տանեն, վերցնեն։ Ինչ արժեմ ես։ Օրինակ, ինչ արժեմ ես։ Քանի ընկեր ունեմ, ինչ մասնագիտություն ունեմ։ Ընկեր, որ համազգեստը հանեցին վրայեցդ, հա, ուդոտ վերցեցին ձեռիցդ, կմնա ընկեր։ Այդ դրանց մասին է խոսքը։ Հիմա դրեք հաշվեք։ Քանի նույնիսկ կարող ձեր երեխեք ձեր կանայք չմնան ձեր կողքին։ Այն բանը բովա մի հատ լավ խոսք ուներ, ասում ես մի հատ մեկին ասեց, հələ հանեք դրան այդ համազգեստի միջից։ Եթե ձեզ այդ համազգեստի միջից հանեն, ձեզանից ինչ կմնա։ Ինչ ձեզ նույնիսկ արա չեն ասի, հասկանում եք։ Ձեզ չեն էլ նկատի։ Չեն նկատի, ձեզ հարևաններն էլ չեն նկատի, բարև էլ չեն տա։ Այսօր էլ բարև էլ չեն տալի, եթե մեկը բարև է տալի, դա մտածում է միլիցիաս կարող է մի օր պետք գաս։ Բայց հաստատ հարգանքից չի բարև տալի։ Այս 9%-ն էլ որ ձեր օգտին է քվեարկե, դա իր իշխանությունն ու գոյությունը ձեզանով է պայմանավորված։ Դրա համար վաղը այդ համազգեստի մեջից ձեզ որ հանեցին, էդ էլ բարև չի տալու։ Ոնց կարելի է այս գաղափարով ապրել։ Ժողով տղեկ։ Ես հանգիստ եմ ձեր հետ խոսում, ես ուզում եմ դուք գնաք ինձանից նեղանաք, բայց մտածեք մի քիչ այդ մասին։ Ես ասում հայոյում է, ոչ վիրավորում է, ոչ բան, ասում ձեզ որ համազգեստի մեջից հանեն, ձեզանից ես ի սկզբանե եմ ասում, բան չի մնա, որովհետև ոչ դուք մասնագիտություն ունեք, ոչ հեղինակություն ունեք, ոչ հարգանք ունեք, ոչ իրական ընկեր ունեք, դուք ոչ մի բան չունեք։ Ու դուք փաստորեն դարել եք այս թուրքական կառավարության գործիք, որը ոչ միայն ուղակի գործիք է, ինքը հանցավոր գործիք, ինքը ցեղասպանական գործիք է։ Ինքը յաթաղան է։ Յաթաղան, այն յաթաղանով որ կոտորեցին 1.5 միլիոն մարդ Հայաստանից։
Միջև հիմա կոտորում եք։ Դուք յաթաղան եք։ Գնացեք այս մտքով ապրեք ու երազեք, որ ձեզ ասեն արա։ Դուք արայել չեք, դուք յաթաղան եք։ Նիկոլի ձեռը յաթաղան։ Ես կնոջը լսեմ։ Եվ հայտարարում է մեր պարոն վարչապետը, գյուղացուն ցեխից անում ենք, գյուղացուն ցեխից չի անում, ինքը գյուղացուն ցեխն է գտում ու տրորում։ Ասում են երկուշաբթի օրվանից է, հա, այդ փոփոխությունը լինելու։ Այդ փոփոխությունը երկուշաբթի օրվանից է լինելու, բայց արդեն 1 տարի է այդ խոսակցությունը գնում է։ Մեր գյուղապետը պայքարում է դրա համար։ Ինքը 1 տարի պայքարել է, որ չփոխեն, բայց արդեն երևի իրան էլ, այսպես ասած, Ու ես այդ միլիցեքը, այդ համազգեստի մեջի յաթաղանները, այս ժողովրդին ծեսում են, ասում են, «Միջան, դու պետք է վճարես, դու պետք է 1000 դրամ վճարես, էական չունես այդ փողը, չունես այդ փողը, դու պետք է վճարես»։ Գիտեք ինչի պետք է վճարի, որտեղ ինքը դա դիմաց աշխատավարձ է ստանում, որովհետև Հայաստանում ամենաբարձր աշխատավարձով ոչ մի բան չանող մութ մասան, ոչ մի բան չարժեցող մասան, եւ որ օրենքից է խոսում, դա ոստիկանն է։ Որ օրենքից 0 է, եթե նա օրենքի անունի տեղը իմանալ, օրենքից հասկանալ, նա կամաչեր, նա նույնիսկ այդ համազգեստի մեջ չէր մտցնի իրան։ Որտեղ այդ համազգեստը վաղուց օրենքին չի ծառայում։ Հենա հարցումները ձեզ 91%-ի համար դուք թշնամու գործիք եք։ Յաթաղան, լսենք այս մարդուն։ տվեցին ու հիմա ուզում են ինչի համար պիտի լինի, երբ որ Ծառուկյանի տղան բանակում չի ծառայել ոչ մի օր։ Տենդեր է շահել, բա փող ունի պիտի շահի ու հերոստացույցով ցույց էին տալի իր ոսկիները, իր կարողությունը, իր ամեն ինչը, որ իրան պիտի բռնեն, բռնագանձեն, բա ինչի չի բռնագանձեցին։ Գյուղացիները գնում են գյուղապետարան, ամեն դեպքում ձեր կարծիքով խնդիրը կլուծվի երկուշաբթի օրվանից այլ պատկեր չի լուծվի։ Մինչև մեր վարչապետը, մեր քաղաքապետը չփոխվի, ոչ մի հարց չի լուծվելու։ Ամբողջ ազգային ժողովը պիտի փոխվի։ Համաձայն եմ։ Այստեղ ես ուզում եմ ստիգնոցը շարունակեմ։ Համաձայն եմ տիգին, բայց որպեսզի ազգային ժողովը, վարչապետը, քաղաքապետը փոխվի, պետք է փոխվենք մենք սկզբից։ Մենք պիտի փոխվենք սկզբից։ Դա հասկանանք ինչ արեցինք մենք, որ սրանց նման հրեշներ ծնեցինք, ձայն տվեցինք, ընտրակաշարք վերցրեցինք, հա, փողոցում տենալուց չափ տակեցինք, չասին գետինը մտնես, կաշառք տվողներին, կաշառք բաժանողներին, ԿՊ-ի համար քարոզություն անել չեն կարել, չէ՞ դա ամեն ինչը։ Այո։ Այ հենց մենք փոխվենք, տեսնենք մեր շրջապատում ամեն ինչ ոնց է ինքնաբերաբար փոխվում։ Ինքնաբերաբար։ Այնպես որ այո, պետք է ամեն ինչը փոխվի, բայց դրանից առաջ պետք է մենք փոխվենք։ Եթե հիշում եք, 2 օր առաջ չէ, Ճիվարն ասում էր, մենք կադրեր չունենք։ Իր կադրերից էլ բողոքում ես իր կադրերը։ Այս կադրերին ինքն է ընտրել։ Այս կադրերն են միայն, որ համաձայնվել են լափի դիմաց դավաճանել հայրենիքը։ Իհարկե սա մի քիչ բարձրախոս բառ ասեց իրենց համար, շատ բարձր հայրենիք էր։ Ծառայել բանին, սատանին։ Գիտեք ինչի։ Որովհետև իրաց ծառայություն ուրիշ ոչ մեկին պետք չէր լինի։ Ոչ մեկին։ Սրանք ինչ պետք է լինեին ուրիշ բառագայում։ Մաքսիմում մատուցող, ինչ որ միտեղ, թող մատուցողներն ինքներն են։ Կամ չգիտեմ։ Չէ՞ մի բան։ Հիմա ինչ մասնագիտություն ասեմ, այդ մասնագիտության տերը պետք է նեղանան, որ սրանց այդ մասնագիտության եմ ասում։ Սրանք ամեն ինչ կարային լինեին, բացի իրական մասնագիտության այն որ ինչի հաշիվ ասեց ապրում, իրենք հաստատ չեն լինելու։ Ոչ մի կառավարման օրոք իրենք հաստատ նախարար, պատգամավոր չեն կարող։ Բացառվում էր։ Այդտեղ ասեմ մենակ մի բանի շնորհիվ, որ իրենք պատրաստ են ամեն ինչ ուրանալ, դավաճանել, սպանել, քցնել, սուտ խոսալ, մի խոսքով, դառնալ ցեղասպանության գործիք։ Յաթաղան։ Հիմա սան եմ ուզում անդրադառնալ։ Աջակցության ծրագրի դադարեցումը հանգեցնելու է արտագաղթի։ Գառնիկն ասում։ Այս գառնիկը լինի։ Գառնիկը գիտեք, չէ՞։ Գառնիկն ո՞մ է։ Գառնիկն է պատգամավոր է ամեն։ Պատգամավոր։ Գառնիկ ծրագրի դադարեցումը չի հանգեցնում արտագաղթի։ Միջև է ծրագրի դադարեցումը քո նման թթվիկարը նստած ազգային ժողովում
որ իր ձեռքով, իր ներկայությամբ իրականացվի այս ամեն ինչը։ Ու մեկ-մեկ սենց են ասում, տեղ-տեղ թուրիստ չափավոր էկրաններում երևալ սենց մի հատ բան հայտարարություն անելով, դուք այդ մարդկանց հոգսը չեք թեթևացնում, հակառակ ձեր ձեռքով է այս ամեն ինչը արվում։ Մերեկ էլ ասի, չէ՞, դաշնակցական է Լիլիթը, Լիլիթ ինչ էր։ Այդ պատմում դաշնակցականը։ Ինչու է։ Լիլիթներն հայտարարություն անում։ Դուք ու մեկ գժի տեղները։ Ես ասել եմ, չէ՞, քանի անգամ։ Ասել եմ, չէ՞ էլ եմ ասում։ Դու եք, չէ՞ որ ասեցին, արա, բայց քան մարդ որ հավաքել եք Բաղդադի կողքը։ Ինչի իշխանափոխություն չարեցին։ Դու եք, չէ՞ որ կմկմացիր, ասիր, հո մենք անօրինական գործողություններ չենք անել։ Բա, այդ ամեն ինչին չէր անում։ Բա, եթե դու այդ մտածելակերպի եւ այդ ֆորմատի մարդ ես, արա ինչ գործ ունես դու ազգային ժողովում։ Ինչի ես մնացել ընդեղ, որ քո ձեռով իրականացվի։ Հենց հիմա, որ բողոքում ես արցախցիների ծրագրի դադարեցումը, դու ես անում դա նաեւ։ Դու մտածի ես չեմ կառավարությունը։ Արա, կառավարությունը դու ես։ Էսի խորհրդարանական հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունը։ Դու ես այդ կառավարությունը, դու ես նշանակում են նախարարներին։ Դուք չեք նշանակում։ Գնացեք։ Հրաժարական տվեք։ Ասեք, եթե մենք ընդամենը թթվի քար ենք դրած, մեզանից ոչ մի բան կախված չի։ Մնում ենք ինչ անենք, ձեր որոշումները պեկատենք։ Իրենք պետք է ասեն, հա, բա ինչ, բա դու չգիտես, որ քեզ որպես թթվի քար ենք դրել, աշխատավարձներ տալիս ենք, որ բութ դեմքիդ նայենք ու մեր ալած անենք։ Դու էլ գնաս մրթմրթած դրսենում, թե իրանք ինչ ուզում անում են։ Հա, ամեն մեկը ձեր ֆունկցիան ունեք, դուք ֆունկցիոնալ թթվի քար եք, բացասական իմաստով եմ ասում, էլի։ Թթվի քարը գոնե մի բանի ծառայում է, հա։ Դուք բացասական իմաստով մի հատ քար եք ընդդրած, որը օգտագործում է Նիկոլը իր հանցավոր ծրագրերի իրականացնելու համար։ Դուք էլ երբեմն տեղ-տեղ թուրիստ չափավոր երևում եք էկրաններում, որ բողոքեք իբր թե լավ բան չի անում։ Մինչդեռ այդ ամեն ինչի երևական։ Հիմա հարց, արա մի քիչ արժանապատվություն կա։ Այդ քաշիտ մեջ Գառնիկ, այդ քաշիտ մեջ մի քիչ արժանապատվություն կա, այդ տղա ջան, հրաժարական տուր։ Արա ոչ չեն պարտադիր չի ձեզ նվաստացնեն հայոյեն, որ դուք հասկանաք, որ դուք վատ բան եք անում։ Բայց վստահ եղեք, այդ ամեն ինչին արժան եք, արա հրաժարական տվեք։ Չեք կարող, ես գիտեմ։ Ձեզ դրա համար չեն նստասել, ձեզ դրա համար չեն աշխատավարձը տալու։ Գոնե մարդ, մի պատխունց մարդ եղեք, գոնե էկրաններին մի երևացեք, իբր դուք դժգոհ եք այս ամեն ինչից։ Սա այն է, ինչ որ կատարվում է Հայաստանից։ Երևանի բուսաբանական այգում, որտեղ վերջին ամիսների ընթացքում հատվել են ավելի քան 30 հատ կանաչ կաղնու ծառ։ Ես հիմա գտնվում եմ այդ ծառերից մեկի մոտ։ Շատերի համար դա անհավանական կթվա, որ ինչպես է հնարավոր Երևանի սրտում, Երևանի բուսաբանական այգում հատել կանաչ ծառեր։ Հիմա ես Այս համազգեստավորները, դա կլինի դատախազ, դա կլինի, չգիտեմ, ինչի գործ չեն հարուցում այս առումով։ Ձեր ֆունկցիան դա չէ, դուք եք, չէ՞ ասում, ապրում եք ժողովրդավարական երկրում։ Ուրեմն ժողովրդավարական երկրներում ծառի հատման համար կա քրեական, դա հետապնդվում է քրեական հոդվածներով։ Առողջ ծառ, մի հատ չի, երկու հատ չի, եւ ամբողջ հանրապետությունը տես գլխատվել է։ Ո՞վ ժողովրդավարական երկիր ենք, դուք էլ յենիչերի չեք։ Կամ յաթաղան գործիք չեք, զինվոր բանը ոստիկանի համազգեստի մեջ, կամ դատախազի համազգեստի մեջ մեկա, դուք բոլորդ իմ համար նույն բանը ուժայինն եք։ Բան չի քրական գործ չեք հարուցել։ Հիմա համաձայն եք իմ հետ, որ դուք համազգեստի մեջ գտնվող ծվարած ընդամենը յաթաղան եք Փաշինյան Նիկոլի ձեռքին։ Որ ավիրում է ամեն ինչ, բնություն, մարդկություն, հայրենիք, օրենք, սահմանադրություն, ամեն ինչ։ Ու ավիրում է ձեր ձեռքով։ Ձեզ որպես գործիք օգտագործելով։ Հո դեմ չեք։ Առավոտները որ արթնանում եք, գնում եք լվացվելու, ենթադրում եմ էլի որ լվացում եք, հայրի մեջ որ նայում եք հիշեք ասածներս, որ դուք ընդամենը յաթաղան եք համազգեստի մեջ, գործիք, որով մորթվում է մեր երկիրը։
Ու այդ գաղափարով, այդ հոգեբանությունով գնացեք շփվեք ձեր երեխեքի հետ, ձեր կանանց հետ, ձեր թողնիկների հետ, ձեր սիրուհիների հետ, ում ուզում եք։ Գնացեք աշխատանքի, տեսեք ձեր նմաններ յաթաղանները ոնց են գալիս ձեզ պատիվ տալիս, պատիվանում կներեք, հա, պատիվանում ձեզանից զզվելով միաժամանակ, դուք ոնց եք գնում ձեր շեֆին պատիվանում ատելով նրան միաժամանակ, հա, ու բոլորը այդ ատելով իրար պետությունը, այն որ դուք եք անում, բայց անում եք։ Ես գիտեմ, վստահ եմ, որ մի մասը սիրով անում դա, բայց դա բանը չի փոխում։ Ոչ հոդվածն է փոխվում այն արդեն որ ձեր վրա կա, ոչ հետևանքներն է փոխում։ Իսկ ձեր նմանների նկատմամբ Լիտվայում արդեն արգելել են, որ երրորդ երկրների քաղաքացիներին չթողեն տեղական ընտրությունների մեջ մասնակցել։ Դե որ ովքեր կրկնակի քաղաքացիություն ունեն Ռուսաստանի։ Հա որ ռուսաֆիկացիան կանգնեցնեն դրանով։ Ու Էստոնիայից հետո որոշել է նաև այսինքն Լիտվայից հետո որոշել է արդեն Էստոնիան դա իրականացնել եւ բոլորները իրականացնում են քիչ-քիչ։ Ինքնապաշտպանական մեխանիզմ ունեն մարդիկ։ Հասկանում են որտեղից է գալի վտանգը եւ ինչպես պետք է դրա դեմ պայքարել։ Իսկ դա վտանգ չէ։ Դա չվերացող վտանգ է, չվերացող։ Բայց հնարավոր է կանխել։ Եվ այսպես Forbes-ի հաշվարկներով Տրամփի իր գործողություններով կես միլիարդ փող է կորցրել, 500 միլիոն դոլար։ Իր գործողությունների արդյունքում որ ասում է ես չէի ուզում, ես չգիտեի որ սենց է լինելու, բայց իր գործողությունների արդյունքում ինքը կես միլիարդ 500 միլիոն դոլար փող է կորցրել։ Սա ամենակիչ կորուստն է իր շրջապատում, մնացած ավելի շատ են կորցրել ու արդեն դուրս են գալի Տրամփի դեմ։ Բանը հասավ նրան, որ արդեն Չինաստանի նկատմամբ ներմուծած մասնակցությունները հասավ 104%-ի։ 104%։ Այս տղեն որոշել է ամեն ինչ ավելի։ Ես ասեմ այս պատերազմից ով է հաղթած դուրս գալու։ Ով պատերազմ, ով պարտված։ Պարտվածը դուրս գալու Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե շուտ Տրամփին չփոխեն։ Հաղթած դուրս գալու Չինաստան։ Մակասեք ոնց, ախր Չինաստանի տնտեսությունը ավելի հզոր չի, քան Ամերիկային, այո, բայց Չինաստանը չի թշնամանում աշխարհի հետ։ Ամերիկան թշնամանում աշխարհի հետ։ Եվ այն ինչ որ արդեն չի ներմուծվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դրա տեղը արագ զբաղեցնելու է ինչ որ մեկը, ով Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, իմիջիայլոց 45 թվականից էսկով, 1945 թվականից էսկով 80 տարվա մեջ առաջին անգամ Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան համագործակցության երկրներ են փնտրել ու ինչ որ բան է, պլատֆորմ են մշակում, որ երկրները իրար հետ համագործակցեն։ Թշնամի երկրներ։ Ինչ արեց Տրամփը, թշնամի երկրներին միավորեց իր դեմ։ Ոչ թե իր դեմ, որպեսզի իրանք համատեղ ծրագրերով կարողանան ապահովել այն բացը, որ հիմա մնալու է աշխարհում մեկ, Կանադայում, Եվրոպայում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում։ Այս ամեն ինչից պարտված է դուրս գալու Ամերիկայի Միացյալ Նահանգները, տնտեսապես, քաղաքականապես, ամեն ինչով։ Ուսա մի բան է, որ դու ուզում ես բոլոր Սենց ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն եւ հնարավորությունները ավելի շատ է, քան բոլորը ամբողջ աշխարհին իրար հետ վերցրած։ Բայց դա բան չի փոխելու։ Դրանով հեղինակություն չես ձեռք բերի, դրանով չես կարող տնտեսական պատերազմներ պարտադրել, այն ինչ որ հիմա պարտադրեց, դա պարտադրեց։ Տեսեք ինչ եմ ասում, հաղթելու է Չինաստանը։ Չինաստանը վերցնել է ամբողջ էլեկտրական ավտոմեքենաների շուկան Տեսլայի փոխարեն։ Չինաստանը վերցել է ամբողջ այդ ռեսուրսները, որ ապահովում էր բանը, հա, Apple-ը կամ չէ Microsoft-ը, չինականն արտաբանան է առաջարկվելու, այս պատերազմի որպես հետևանք, այն ինչ որ արգելված է եղել, ասենք շուկաներ մտնել, դեպի Կանադա, դեպի Եվրոպա, Չինաստանի նկատմամբ բացվելու են դռները, բացվելու, մենակ մի բանի նկատմամբ, որ այդ շուկան պետք է լսվի մեկով, իսկ ընդ ով է պատրաստ կանգնած, ասում, Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը, Հնդկաստանը, բայց ոչ Ամերիկան։ Այս երկրները, որոնք տեսնում են այս ամեն ինչը, սա հակակրանք է։ Ես որ ես ուսումնասիրում էի բանը, առաջի տպավորության հոգեբանությունը, դե հոգեբանության մեջ դες բան կա, առաջի տպավորություն, ինչպես իրականացնել ճիշտ ունենալ առաջի տպավորություն եւ
Եթե դու սխալ տպավորություն ես թողել, քեզ ինչքան ժամանակադա պետք է դա փոխելու համար։ Սխալ տպավորությունը, նեգատիվ վերաբանը, տպավորությունը փոխելու համար առնվազն 8-ից 10 անգամ պետք է նույն բանը փորձել։ Հիմա սա տեղափոխում եմ տնտեսական եւ քաղաքական դաշտ։ Երբ որ մի երկրի նկատմամբ դու ունեցած արդեն հիասթափություն, դա վերականգնելու համար այդ երկիրը լավագույն առաջարկությունները քեզանի մոտավորապես 8-ից 10 անգամ։ Որը նախ երբեք այդ ամերիկան այդ հնարավորությունը չի ունենալու, որովհետև եթե դրա մեջ տեղը մտավ մեկ ուրիշը, իսկ շուկան այդպես բան է։ Շուկան չի կարողանում դատարկ մնալ։ Դա տնտեսության օրենքն է։ Դատարկ տեղ շուկայում չի մնում։ Իսկ եթե մեկը շուկայից դուրս եկավ, իր հետ գալը, դա սարսափելի ծախսել է եւ սարսափելի բանը, դժվար։ Պատկերացրեք, ինչ մարքեթինգ նորից պետք է անի, ինչ փողեր պետք է ծախսի շուկա վերադառնալու համար։ Ահա ոտ, այս 80 տարվա մեջ ինչ ստեղծվել էր Թրամփը 2 ամիս է պետք որ քանդեր։ 2 ամիս։ Իսկ այս 104% չինասայի նկատմամբ բանից սահմանելուց հետո մի անգամից էլ ինգելա շուկան։ Եվ այսպես վերադառնանք Հայաստան։ Ներգնա տուրիզմն անկում է ապրել 30-ից 40%-ով, հյուրանոցներում տխուր վիճակ է։ Այո, բա ինչ պետք է լիներ։ Բա ինչ պետք է լիներ, ո՞չ է։ Այն թվերը, որ մեզ ներկայացված էր, դա իրական թվերը չէր։ Ինչ տուրիզմ։ Այն որ Ռուսաստանից փախեփախ գալիս էին, որ ներկայացում են որպես տնտեսական աճ տուրիզմ, դա ապուշություն է, դա պետք է կատարյալ հանցագործ լինել, վաղը միսօր այդ հանցագործի այդ սխալ տվյալներ ներկայացնելու համար, հա, ռելոկանտին ժամանակավոր բնակիչներին տուրիստ ներկայացնել, դա տնտեսական աճ, դա վրա իբր ցույց տալ, եւ դրա հիման վրա տնտեսական ծրագիր իրականացնել, այսինքն եթե եկել է 120,000 մարդ, վերջ այդ 120,000 ամեն տարի գալու է, չեն հաշվի առնում, որ դա եկել է ժամանակավոր, մի մասը տրանզիտով, մի մասն էլ հետ է գնալու։ Ու դրա վրա որոշել, որ մյուս տարից պետք է ասենք 120,000 տեղ ավելի հյուրանոց, քան ես հիմա ունեմ, այդտենց ծրագիր մշակողին պետք է ուղղակի ցուցադրաբար կախեն։ Այն ինչը որ եղել է արդեն, բայց չեն կախեն։ Հիմա մեկ էլ ասում են 30-40% անկում է եղել տնտեսության տուրիզմի մեջ։ Անկում չի եղել։ Հակառակ այդ նույնն է, ուղղակի այդ եկածներն են տուրիզմ ցույց տվել, որպեսզի աճ ցույց տան։ Հիմա դա չկա, ասում են 30-40% պակաս է։ Հասկանում եք, սրանք ինչ սալիկայության են գնում թվեր նկարելու համար, առանց հասկանալու որ արա, բա որ ես 2-3 ամիս հետո մի սեզոնից բրցնելու է։ Շատ չնչի մասը ռուսների մնացել են, բայց ոչ 120,000 հոգի։ Ու դրա վրա ցույց տալ աճ, դեպի բայց իհարկե մյուս տարի հենց այս բաներ պետք է լիներ։ Իսկ Հայաստանն ինչ ունի առաջարկելու։ Ինչ Հայաստանը ում է հետաքրքիր, բացի ասենք այն հայերից, որ կարոտած գնում են Հայաստան։ Իրաց բարեկամներ տեսնելու կամ չգիտեմ ուտել խմելու։ Հայաստանը ինչ է առաջարկում։ Քաղաքական ստաբիլություն, ժողովրդավարություն, լավ տրամադրություն, լավ գներ, ոչ։ Բոլորովին Մանհեթենում նստես հաց ուտելու թե Երևանի կենտրոնում նույն գներն է։ Հիմա ես հարց եմ տալիս։ Տուրիստը ուր կգնա, Times Square, թե Երևան, Կասկադ։ Ուր կգնա։ Նյու Յորքն ավելի շատ բան առաջարկելու այդ փողի դիմաց, հա, թե Երևանը։ Երևանի շատ եմ սիրում, Երևանը շատ բան առաջարկում, բայց ոչ Նյու Յորքի գներին։ Նյու Յորքի հյուրանոցներն ու Երևանի հյուրանոցները նույն գներին է։ Նույն գներն, ասում, սնունդը, կոֆե ես ուզում ուտես, թե հաց ես ուզում ուտես, հələ Նյու Յորքում ավելի լավ տեղեր կա, որ ավելի էժան է, քան Երևանում։ Ինչն է առաջարկում, որ այդ բան ունենա։ Ոչ մի բան։ Գիտեք ինչի։ Ո՞նց եմ ասում, սա պետություն է, սա համակարգ է, որը պետք է ղեկավարեին մասնագետները, հա, ոչ թե դրանք, ով որ բերեցին պատահական է սրանք, էլի ասենք տեսակ չէ, ինչ ասեմ ձեզ։ Ավիշու եք են կապիտներն այդ ցույց չեմ տա։ Ամբողջ ԿՊ-ին պատկերացրեք էլի։ Բայց դրանց ղեկավարած երկրին ինչ պետք է լիներ, որ հյուրանոցները դատարկ չմնային։ Հյուրանոցներն էլ դատարկ մնալու եւ ասեմ ընդհանրապես Հայաստանը բիզնեսն է շատ վատ վիճակի մեջ ընկնելու, շատ
որովհետև այն տպավորությունը, որ բոլորի գործերը լավ է, ասենց միլիարդները պատվում է, հա, մարդկանց ձեռին։ Ես ասում եմ, չէ, որ դա չաշխատած գումար է։ Դրա հետևում շարունակականություն չկա, որտեղ Հայաստանը ոչ մի բան չի արտադրվում։ Դա կամ ռելոկանտների բերած գումարն է, որ մյուս տարի չի լինելու, կամ կոռուպցիոն ճանապարհներով այդ որ պետք է բյուջեն գնար, հա, գալի մտնում է այդ հատուկեն բիզնեսմենների գրպանները։ Դա էլ ժամանակավոր է, որովհետև այս տարի արդեն պետական պարտն է փակել պետք։ Հա, մենակ մի միլիարդից ավել ինքը պետք է գումարից բան փակի։ Այսինքն այդ կոռուպցիոն փողերն էլ այդքան չի հոսելու շուկա։ Դա չկա, ռելոկանտները չկան, այնքան բիզնեսները այս տարվա մեջ այդ հալվածները զգալու իրա վրա, այս ոնց է, ինչի անցած տարի կամ 2 տարի առաջ ուրիշ էր, հիմա տենց, հա, որովհետև ասում սխալ հաշվարկներ է։ Չի կարող պետություն ունենալ բյուջե եւ աշխատող բիզնեսներ ու սպասարկման ոլորտում, որը ոչ մի բան չի առաջարկում։ Եթե իհարկե ինքը Սալոնիկը չի։ Հա, բայց գիտենք, չէ՞ որ Հայաստանը Սալոնիկ չի։ Համանտեղ քաղաք է։ Մեր ավտոբուսը միշտ էլ ոնց որ այս սոփոզը ստեղծվել է, միշտ քաղաքային ավտոբուս աշխատել։ Մեր երբեք ճիշտ է ռայոնին եղել է մի քանի տարի, բայց այն համանտեղ քաղաք է։ Իսկ ընդհանրապես մեր բնակչությունը Եղբորդ այդ համարյա շատ քիչ գնալ գալ, սա կախված է, օրինակ ես 2 հատ ուսանողի թոռ ունեմ, 2 քաղաքն են գնում գալիս։ Մերոնք սա մի քաղաք է շփում, այնց որ քաղաքային ավտոբուսի հանելը սխալ է մեր ժողովրդի կողմից ներկայացվում։ Չգիտեմ ով ուզում հանել, մեր սոփոզում մի հատ կա, գազել կանգնած, որի վրա գրած է ինչ որ մինչև ֆիզիկայի խաչմիրով, չգիտեմ որտեղ, ինչ որ 200 դրամով։ Հա, իսկ մեր ժողովուրդը դրան չի ուզում։ Ուզում է, ուզում է։ Հիշում եք, չես ամեն ինչ սկսեց, ոստանք ուզում էին 300 դրամ սարքեին բանը, տրանսպորտը, չկարողացան, որոշեցին այդ դեպքում կկրճատեն, որ մարդ ստիպված ոչ թե մի տրանսպորտով գնա, այլ տրանսպորտներ փոխի մի քանի հատ, որպեսզի նույնը այդ փողերը իրենց պետք է։ Ոնց ուզում անի ումից պետք է քամեն ժողովրդից, այն ժողովրդից, որը սրանց ձայնը տվել։ Իհարկե, այդ ամեն ինչի դիմաց վճարում են նաև նրանք, ովքեր իրենց ձայն չեն տվել, դա էլ կա, բայց տվող եղել է, չէ, սա ընդհանուր բան է, կոչվում է կոլեկտիվ պատասխանատվություն, 14-ի բանը վառվում գնում է։ Ուրեմն Երևանի ավականու անդամ, Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյան Facebook-ին ուջում գրառում է արել։ Այսօր ապրիլի 4-ին 10 սահմաններում այն 26 երթուղային սպասարկող գազի դվարորդը խախտելով իր պայմանագրի պարտավորությունը կանգնեցել է իր կողմից վարվող մեքենան եւ հրաժարվել է այն վարել պատճառաբանել, որ ուղևորները չեն վճարել։ Այնիշ մի քանի վճարային տերմինալը երևի տեխնիկական խնդիրներ ա ունեցել ու չի աշխատել։ Նա կանգնել է, ասել է չեն վճարել։ Ես իհարկե առաջ անգամ չի որ ես անդրադառնում ես այս խնդրին տրանսպորտի, սա էլ ցուցիչ է, որ այդ վարորդը չի հասկանում, որ ինքը ժողովրդի մի մասն է։ Ինքը այս ժողովրդի մի մասն է, ինքը ոչ թե պետք է կանգնի չքշի, որ ինչա տերմինալը չի աշխատում, հակառակ փողային աջակցեն այս մարդիկ այդ 150 դրամ չդարձնեին տրանսպորտը։ 100 դրամով տալեր, ով ինչքան կարում է թող տա, չէ որ դրանից քեզ ոչ մի բան չէ լինելու։ Հիմա ես վարորդին, որ դրանից ես դեմով բարձրացես, ինքը գլուխը տմտմբացնել, ասի ճիշտ ես ասում, բայց վաղը գնալու է նույնիսկ իր գործանի, նույն ձևով, ասի չես վճարում, չեմ քշում։ Մինչդեռ նույնիսկ եմ ասում, Իրանին դրանից ոչ մի բան իր կյանքում չի փոխում։ Բայց ինչ ասես դա, ներքին վախ ասես, ներքին չհանձնվող, չստրուկ ասես, ինչ ասես, ժողովրդին չսիրող ասես, ես չգիտեմ, ես չեմ ուզում, իրանք մեր քաղաքացիներն են, ես չեմ ուզում ոչ մի բան ասել, բայց ուզում եմ իրանք հասկանան մի բան, եթե վատ է, բոլորիս համար է վատ, եթե լավ է, բոլորիս համար է լավ, եթե մենք իր լավ ապահովելու համար, իր անձնական ապահովելու համար, աշխատում է սատանաների համար ի վնաս բոլորին,
Հա, մի ուրիշ տեղ ինքը դրա համար հատուցելու է անպայման։ Անպայման։ Ես համարը վերջացնենք երևի, ինքերը չգսենք։ Փաշինյանն ինչ-որ բան զիջել է։ Չէ, ոչ ոք չի զիջել, պրոստո առաջվա բաներն էլ չեմ ուզում բան անել, էլի հետ գնամ, բայց ինչ աղաղություն լինի, տարգով լինի, ոչինչ հիմա ասենք 1,5 միլիոն էլ է ջարդե, թուրքերը դե ինչ անենք, հիմա կռիվ անենք նորից զոհ տանք, իրանք հզոր են, էլի, բայց ես ուզում եմ աղաղություն լինի, հիմա էլի քուրդան, ոնց որ ավտոյով գնաց, Այդ երեխա է, դու չես ուզում, բայց լելա, հիմա լելա, ինչ անենք, այ քուրիջան, ինչ անենք, ես չգիտեմ, հիմա ես ուզում եմ, չէ, Փաշինյանը մի քիչ ուժեղ չէ, էլի։ Ձեր կարծիքով Փաշինյանը մի քիչ ուժեղ չի։ Պետք է իմանանք, պետք է ճանաչենք, Փաշինյանի պրոբլեմն է, որ Փաշինյանը մի քիչ ուժեղ չի, դե հիմա մի բան է եղել է, էլի։ Դե իհարկե մի բան է եղել է, հա, ես մի բան էլ միջալուց, տղա ջան, մի բան էլ էս, տենց պատահական, անցած տարի եղավ, դրա առաջի տարին եղավ, 5 տարի առաջ եղավ։ Պետք է սա տրամադրությունը գցեմ, էլի է լինելու, դե մի բան է եղել է, էլի։ Ու գիտեք ում հետ է լինում։ Ու բանը տենց է, մի բան է եղել է, էլի։ Այ եթե մեկի համար տենց է, իր հետ անընդհատ լինելու է։ Սա պատահական ցույց չտվեցի հաղորդման վերջում։ Որովհետև ես վստահ եմ այս տեսակներ դուք ձեզ կողքին տեսնում եք։ Եթե դուք այս տեսակ կա, ուրեմն իմացեք, ինքը մտքով պատրաստ է, որ էլի լինի իր հետ։ Ինքը հաշտված է, որովհետև վաղվա օրվանից ավելի կարևոր, այսօրվա իր խաղաղ գլուխն է կարևոր։ Ինքը ոչ իր երեխու պատասխանատվությունն է վերցնում, ոչ անցածի պատասխանատվությունն է վերցնում, ոչ ապագայի պատասխանատվությունն է վերցնում։ Ուսես մարդ կարող է ընկեր ունի, պետք է հասկանան բան։ Ինքը ինքեր չունի։ Իր կողքը կա մեկը, որ թքած ուներ ինչ է եղել, թքած ունի վաղը ինչա լինելու։ Դրա մեջ մտնում է նաև ինքը։ Ով սրանց նմաններին ընկերը համարում, բարեկամը համարում, գոլեգա է, չգիտեմ։ Մենք պետք է հասկանանք, որ այս կարգի վերաբերմունք ունեցող մարդու հետ չի կարելի նույնիսկ ինչ ասեմ։ Սուրճ խմել։ Չէ՞ որ մենք բոլորս սոցիալական մարդիկ ենք։ Մենք սոցիալական էակ ենք։ Մենք բոլորս ինչ որ մեկի հետ շփվելուց, հարաբերություններ հաստատելուց ներքին ակնկալիք ունենք, որ հավատարմություն է լինելու, փոխօգնություն է լինելու, անդավաճանական հարաբերություններ, եթե կարելի է նույնիսկ դες մասին, դա դե մտածել։ Բայց այս տեսակին հենց տեսակ։ Իրենց պետք է հեռու մնա։ Իրեն իհարկե չես կարա դատես, չես կարա վիրավորես, բայց պետք է հասկանաս, որ այս մարդու համար այս պահն է կարևոր։ Թքած, երեք ինչ է եղել, թքած վաղն ինչ է լինելու։ Ու դրա մեջ մտնում եք դեռ դուք։ Թքած նաև ձեր հետ ինչ է լինելու։ Իսկ սա չէ որ ինչ որ մեկի զավակն է, ինչ որ մեկի հայրն է նույնիսկ, մեկի ամուսինն է, պատկերացնում եք իր երեխայի վիճակը, որ իր համար դրա մի բան եղել ասենք իր պապերի հետ, թքած նրա վրա, ու թքած ընդհանրապես իր հետ է դու ինչ է լինելու, իր զավակների հետ ինչ է լինելու, որովհետև եթե դու տես վերաբերմունքով ես ապրում, լինելու է դա։ Իսկ դա հասկանում են հրեաները։ Դա համար տարիներ շարունակ կոչվում են ոչ երբեք, երբևէ ոչ։ Իրանք էլ գնացին այնքան ասեցին երբևէ ոչ, իրանք սկսեցին ցեղասպանություն իրականացնել մյուս ազգերի վրա։ Դա այլ ծայրահեղություն է։ Բայց մի բան հստակ է, ոչ մեկ այսօր հրեաներին չի սպառնում ցեղասպանության։ Չի սպառնում, որովհետև իրանց համար մեկ չի ինչ է եղել։ Երեք, մեկ չի հիմա ինչ է կատարվում հիմա, եւ մեկ չի ինչ է լինելու վաղը։ Պարզ բանաձև է։ Ոչինչ նորություն չկա։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում, ժողովուրդ ջան։ Բացարձակապես։ Ուղղակի ուզում եք ստապ առանց ավելորդ էմոցիաների, գորգորոցների, ստապ գնահատել են ինչ ունենք։ Որ ըստ դրա կարողանանք կառուցենք մեր գործողությունները։ Որ արդյունք ունենանք։ Դե չէ հախուռան, էմոցիոնալ։ Ոչինչ չենք ունենալու։ Այսօրվա համար այսքանը լավ մնացեք։